Ամարաս հնագույն գյուղաքաղաք Արցախում գտնվում է ներկայիս Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջկենտրոնից 10 կիլոմետր հեռավորության վրա։ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն Ամարասում հիմնել է վանք, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցն Ամարասում բացել է Արցախի առաջին դպրոցը։ Վտանգի դեպքում այն դարձել է ապաստան։ Հետագայում վանքի անունն ու հռչակը այնքան մեծացավ ու տարածվեց, որ ներկայումս Ամարաս հասկացվում է վանական համալիրները շրջապատված հզոր պարիսպներով։ Ասպատակիչները, թուրք սելջուկները, թաթար մոնղոլները մի քանի անգամ հիմնահատակ ավերել են Ամարասի համալիրը, բայց նորից վերականգնվել է։ Ամարասը եղել է դպրության, միաբանության կենտրոն։ Հայոց վանքերից անբաժան է ավանդական զրույցն ու լեգենդը։ Եկեղեցիները, պարսպապատ տաճարները օրհասական պահերին դարձել են ամրոց, ապաստան հալածական մարդկանց համար։ Հենց այդ զգացումն էլ ժողովրդի մեջ երախտապարտ սիրո ալիք է ծնել ու սկիզբ դրել հրաշապատում զրույցների։ Միտեղ փորձության ժամին վանահայրը պաշարվածներին աղավնիներ է դարձնում փրկում վտանգից, մի ուրիշ տեղ եկեղեցին տագնապի զանգերը հնչեցնում և ոտքի հանում ողջ հայ ժողովրդին։ Երրորդ դեպքում կառուցող ճարտարապետը իր տաճարի հիմքում դնում է ամենասիրելի էակին։ Այս բոլորի համեմատ Ամարասի լեգենդը առօրեական է ու ճշմարտանման։ Այն, որ թշնամիները մի քանի անգամ հիմնահատակ ավերել են Ամարասի վանքն ու պարիսպները, անհերքելի ճշմարտություն է։ Ճշմարիտ է և այն, որ ամեն անգամ կողոպտիչների հեռանալուց հետո վանքը վերականգնվել է։ Հենց այս իրական դեպքերն էլ դարձել են ավանդազրույցի հիմքը։ Թշնամին Լենք Թեմուրը այրելով ու կոտորելով հասնում է Ամարասի վանքին ու որոշում է երկրի երեսի ջնջել այդ անհավատների, անհնազանդների բերդը։ Նա տողանի կարգով շարում է իր զինվորներին, որոնք մեկը մյուսին փոխանցելով վանքի քարերը լցնում են Արաքս, որոշ տարբերակներում երասխ գետը։ Թիվ կար աստղերին, թիվ չկար թշնամու զորքին։ Մի գիշերում ամբողջ վանական համալիրը չքանում է երկրի երեսից։ Բայց ով հրաշք, թշնամին դեռ ոտքը չքաշած, շրջապատի օժանդակ շինություններն ու պարիսպը նորից կանգնում է առաջվա պես շքեղ ու ավելի ամուր, քան եղել էր։ Վանական շինությունները բարձրացել էին նույն գետի մեջ թափված քարերով։ Ամարասը մեր ժողովրդի հնագույն կոթողներից է, հնագույն եպիսկոպոսարանն ու գրչության կենտրոնը։ Արցախի ժողովուրդը վերջերս վերականգնեց եկեղեցիական թեմը և մոմեր շողացին արգելված եկեղեցու զոհասեղանին։ Գազազած ազերիները իրենց հեռահար թնդանոթներն ու գրատ կայանքները ուղղեցին Ամարասի սրտին։ Դա 1992 թվականի կեսերին էր, բայց լեգենդների ակունքների ջուր խմած Ամարասը, հայոց դպրության նահապետը, որ Չինգիզ խաների ու Շահնիշահերի է ճանապարհել, կդիմանա։
բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրակ։